Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուստ ուրախ ապրուստ, որտեղի չկա փախուստ, ով կա մինչև մեր հետ ասա, ով է սա, Տնփեսա. Եկեք մոտենանք։ Հոպար։ Բայց ես ուզում գաս աղբորդ աղջկան մեծ շնորհավոր ես։ Արի։ Ցավոք։ Արի, լավ է լինելու։ Վերցեք, լավ լինեք, երջանիկ լինեք, ապրեք։ Շնորհավոր։ Վիլեն ջան։ Կայնուն ես ինչ բանակի քեֆ եք սարքել, ես ինչ աստեղ կապել։ Պապ ջան, մենակ իմանաս ինչ ա եղել։ Դավիթը Անուշիկին առաջարկություն արեց, Անուշիկն էլ չմերժեց։ Ոչ թե, ես ինչ ես խոսում, այդ տղա, տես բան չի կարող լինել։ Հասա բալես։ Երևի դեղից դոզան շատ եմ տվել, իրականությունից կտրվել եմ։ Այ մարդ, վերցեք։ Սիլվա մածուն ունեք, մի հատ մածուն լից խմեմ։ Պապի ինչ էլ մածունի ժամանակ ես գտել։ Այ բալա լից խմեմ, դզվեմ, երևի դեղից դոզան շատ եմ բռնացրել, աչքիս ինչ ասես երևում է։ Նոր աչքիս երևաց, որ են Դավիթը իբր Անուշիկիս ամուսնության առաջարկ արել, Անուշիկս էլ համաձայնել է, կորյուն եք էլ շնորհավորում էին։ Պապի աչքի չի երևացել։ Այդ իրականություն է։ Այ հիմա դու ես սկսում անկապ բաներ խոսել։ Շուտ արա այդ դեղից սա, Սիլվա, տուր մածունը խմեմ։ Դե Մանուկ մի բան ասա։ Ինչ ասում։ Անուշիկ ջան, ձեզ երջանկություն եմ մաղթում։ Ինձ համար շատ դժվար է Անուշիկից բաժանվելը, բայց Այո։ Եթե Անուշիկը երջանիկ կլինի Դավիթի հետ, թող լինի։ Այ հոպարը սենց անում։ Ինձնից ծանր է տանում։ Կորին ջան, մի րոպեով քեզ կարելի է։ Լավ էլի Մանուկ, հիմա դրա ժամանակը չի։ Վերջը։ Հիմա է դրա ժամանակը։ Ես ներողություն։ Շատ ջիգարով տղա է, Մանուկը։ Քեֆս բերում է։ Մանուկ, ես չգիտեմ, թե դու ինչ ես ուզում ինձ հետ խոսել, բայց միանգամից ուզում եմ ասեմ, որ ես Անուշիկի որոշման հետ ոչ մի կապ չունեմ։ Անուշիկը ինքնակամ է եկել այդ որոշմանը։ Դուք չգիտեք, բայց ես գիտեմ Անուշիկի նման որոշում ընդունելու պատճառը, ինքը ինձնից նեղացել է ու ինձ հակառակ բաներ անում, բայց դա չի էականը։ Այսինքն։ Կորին Շավանի չգոնե մեկ անգամ ինձ մինչև վերջ լսեք։ Վիլենենք ձեզ խապում են, Վիլենը հարուստ չի, Վիլենը ամեն ինչ կորցրել է։ Մանուկ, ես չգիտեմ դու որտեղից ես վերցրել այդ ապրուշ մտքերը, ասեմ ավելին ինձ չի հետաքրքրում թե որտեղից, բայց մի բան գիտեմ,
Վիլենը այնտեղն է, ում դաժե մի քիչ շանս տաս էլի ոտի կկանգնի, տարբերություն քեզ։ Ես ուղղակի Դավիթ Անուշիկի հետ ամուսնանում եմ ձեր հարստության համար։ Ուղղակի այսօր տրամադրությունս բարձր է։ Դե գիտես, աղջիկ եմ նշանում, պսակում եմ։ Թե չէ դու նախադասությունդ մինչև վերջ չէի վերջացնում։ Ճիշտ է, Անուշիկիս հարսանիքը մի քանի օր կհետաձգվի։ Դա չագուճա, արյունա, Facebook-ում թաթախվել է, քաղաքասենքն էլ հելնել է, բայց ոչինչ։ Ինչ անում ենք, երեխեքի համար։ Այ որ հայր դառնաս կհասկանաս։ Ես հիմա գնում եմ օֆիս մի քանի բան կանելու։ Որ գամ, էլ մեր տանը չլինես։ Իսկ հիմա ես ու դու մտնում ենք ներս, ու դու հայտարարում ես բոլորին, որ հանկարծակի հանկարծառ ռադ ես լինում մեր տնից։ Ընկի, հալավ, ոչ ես։ Սա նշանրենքից արսանքից հետո երեխեքի սուղարկում եմ շվեցարի անում, լավ հանգստանում։ Այսկական փորձանքը սենց է լինում։ Ես աղջկաս ամուսնացնում է, այս աղբերս էլ հելելա ոտի ուզում է երկրից գնա։ Նա որ պարզվեց էդի տանել ինչ-որ տեղ ունի գնալու, ես լրիվ մենակ կմնամ։ Անուկ ջան, ես Անուշիկիս հարսանիքը նշանջիկը թողած գնում ես։ Չէ, ես ուղղակի ես չգիտեի, որ սենց արագ կլինի փոփոխությունները։ Այո։ Ես շուտ էի պլանավորել իմ գնալ ուղղակի հիմա չեմ կարող հետաձգել։ Դե ինչ կարամ ասեմ, ես բաժակով էլ Մանուկին բարի ճանապարհ մաղթենք։ Բարի ճանապարհ։ Լավ, դուք նստեք, ես գնամ օֆիս փոքր գործեր ունեմ։ Վերջացնեմ գանք արդեն պաշտոնապես քննարկենք մնացած հարցերը։ Էդիտա Սիլվային ասա, որ այսօր մի հատ տնական տոնական սեղան գցի։ Հենց հիմա ասեմ։ Փաստորեն այդ դեղերիցս չի։ Այս ամեն ինչը իրականություն է։ Սիլվա Կորյունը ասաց, որ տնական տոնական ճոխ սեղան գցես։ Այսօր երեկոյան Վիլեն են գալու են մեր տուն, որ Դավիթի ու Անուշիկի ամուսնության հարցը քննարկեն։ Լավ։ Պապի ջան, աչքդ լույս։ Դու ինչ ես սվերլոներդ հակել ընկել մեյդան։ Մարդը Անուշիկին պսակելով է տունս քանդում, դու էլ այդ սվերլոները վրտ որոշել ես պոլերս քանդես։ Ես ոչ մի բան էլ չեմ քանդում, պապա ջան, այս ձեր ժամանակվա տախտակներից չի։ Այս բոդենից է։ Էդ ի՞նչը։ Այդ պապա ջան, որակյալ մանրահատակի խանութ է։ Լավ, ոնց որ արդեն լեզվի բարբա ես կպնում։ Սվերլոները։ Չէ, Սիլվա, Անուշիկը չէր կարող դա անել։ Ինքը հաստատ է տարել է Մանուկին ցավ պատճառելու համար։ Այդ ամուսնությունը չպիտի կայանա։ Վերջ Մանուկ։ Չես հասկանում, ոչինչ էլ չստացվեց ապեր։ Վերջ։ Սակայն ստեղ ստացվել, չստացվելու խնդիրը չի ստեղ, ուղղակի ես պիտի չթողնեմ, որ Անուշիկին խաբեն։ Կորյունը ինձ պիտի հավատա։ Հա, բայց դու ասեցիր, որ շեֆը քեզ զգուշացրել է, որ իրա մոտ Վիլեն հենցից էլ բան չպիտի խոսաս, Մանուկ։ Բայց ես պետքա փորձեմ։ Մանուկ։ Լավ էլի, Մանուկ։ Հա, ես պետքա փորձեմ։ Ստեղ արդեն իմ ու Անուշիկի ամուսնանալու հարցը չի։ Ես ուղղակի չպիտի թողնեմ, որ Անուշիկին դժբախտացնի այդ Դավիթը։ Մուժիկ։ Ես էլ մուժիկ։ Դու ավել լավ արագացրու իրերը հավաքի ու թռի ստեղից։ Սակո դու այդ Դավիթի ընկերու մեքենայի համարները հիշում ես։ Հա։
Իսկ կարաս մեքենայի համարների միջոցով իմանաս իր հեռախոսի համարը։ Հեռախոսի համարն ինչ ես անում։ Մենակ չասես, որ ուզում ես զանգես գժվաստանց, որ խիղճատ հանգստանա։ Սակո ինձ իմացի իր հեռախոսի համարը ու SMS արա։ Բայց Մանուկ ջան, ախպեր ջան։ Սակո ինչ ասում եմ արա ու մի մոռացի, որ քո SMS-ների պատճառով ասենց եղել։ Արագացրու, ես գնում եմ։ Ուր։ Արագացրու։ Արագացրու։ Պապի, ես գիտեմ, թե դու ինչ ես մտածում։ 1-0 օգուտ քեզ։ Այսինքն դու գիտես ես ինչ եմ մտածում, բայց ես չգիտեմ, թե դու ինչ ես մտածում։ Ախր այ բալաջան դու ոնց կարա այդպես բան անել։ Դու այդ Դավիթին չես սիրում։ 1-1։ Այսինքն Դու ճիշտ ես։ Բայց երևի ընթացքում կսիրեմ։ Պապի հավատա երևի ճիշտ որոշումը սա է։ Պապան էլ շատ ուրախացավ։ Բալես, եթե ճիշտ է դա, ուրեմն ես կուզեմ ամբողջ կյանքում սխալ լինեմ։ Յա, խնամի ջան, ես չհամբերեցի էլի երեկոյան հանդիպենք, ես ամուսնության հետ կապված հարցերը քննարկենք, ասում եմ էլի անհամբեր անգերես էլի։ Վիլեն, նստեք։ Վիլեն ու Դավիթ, դուք ինձ ասելու բան չունեք։ Չէ, ինչ պիտի ասենք, որ Վիլեն ու Դավիթ, դուք ինձ ասելու բան չունեք։ Չէ, ինչ պիտի ասենք, որ Գորուն ջան։ Դավիթ, դու այսօր ինչ-որ աղջկա հետ սրճարանում ես եղել։ Ավելի ճիշտ, քո սիրած աղջկա հետ։ Գորուն ջան, դուք ինքներդ լավ գիտեք, որ Անուշիկը այսօր ամբողջ օրը տանն է եղել։ Իսկ Անուշիկը իմ սիրած աղջիկն է, ոնց կարա իր հետ սրճարանում լինեի։ Լավ, բայց ես պիտի խնդրեմ քեզ, որ զանգես Աննային։ Աննանով է։ Ինչ Աննա։ Հեռախոսիդ մեջ կարող եմ նայել։ Գորուն ջան, չգիտեմ ինչ եք ուզում սրանով ասել, բայց խնդրեմ, վերցրեք ինքներդ, տեսեք, որ Աննա չկա իմ հեռախոսի մեջ։ Գիտեմ, Ազիզ ջան, ուղղակի հեսա կպարզենք։ Ասում եք, չէ՞ չկա։ Մի հատ համար կա, կարող եմ հավաքել հեռախոսով հետ։ Ասա արևս։
Սատկացնեմ աժան։ Կյանքս ես այսօր ստացա կորոնանուշավանի։ Ավելի ճիշտ կլինի դու գաս կյանքս, ավելի շուտ աժան, որովհետև Դավիթը ի վիճակի չի լինելու։ Ծանոթացեք, Մանուկն է, Տնփեսաս։ Իրանք այդ շուտվանից գիտեն։ Յա։ Դե ուրեմն թող չագուճի հետ ծանոթանան։ Իրեն ես քեզանից չէի սպասում։ Կորուն աղբեր։ Կներես։ Ես ներում եմ քո բոլոր մեղքերը։ Ուղղակի իմ մոտ մեղքերի թողությունը չագուճն է ընդունում։ Ինքը ձեզ դուրսը սպասում է։ Կորուն ջան։ Ոչ մի կորյուն, առավել ևս ջան, դուրս եկաք ստեղից։ Դուրս, դավայ։ Ես ինչ ես անում, Մանուկ չանես տես բան, Մանուկ ես եմ, կորյունը, Անուշիկի պապան, Մանուկ ջան, աշխարհ մեռնել կա, բայց ոչ հիմա, ինչպես պետք է կտամ, փողերս, Անուշիկին, ամեն ինչ, խնդրում եմ, մենակ ուտեմ քեզ, տես բան չանես, Մանուկ։ Անտաղանդ մարդ դուրս եկար դու։ Ախր մարդուն ունենց ես պատմում, որ չի հավատում։ Սակոյի SMS-ները Դավիթի ընկերուին։ Այդ կրակայնոցով էլ ինձ պատանդ էր, հա, վերցրել։ Թրջել անում։ Կնա է։ Хорош, хорош։ Անուշիկ ջան, կներես, որ խառնվում եմ, բայց եթե չես ուզում, մի ամուսնացի։ Ես համոզված եմ, պապատ քեզ հաստատ կհասկանա։ Սիլվա, ես իմ որոշումը արդեն կայացրել եմ։ Սիլվա, ես դու սպասուհի ես, թե ընտանեկան հոգեբան։ Անուշիկ ջան, դու պատկերացրու ինչքան սիրուն հարս ես լինելու, գեղեցիկ զգեստով, մի հատ պատկերացրու ձեզ երկուսիդ եկեղեցում խորանի առջև, ինչ գեղեցիկ զույգ եք լինելու, ու ամենակարևորը, որ առանձին եք ապրելու, այդ ժամանակ դու կհասկանաս ընտանեկան երջանկությունը որն է։ Լսի, Անուշիկի տրամադրությունը դուրս չի գալիս, կարողա փոշմանելա։ Ես ու ընտանեկան հոգեբան չեմ։ Ներեցեք։ Այս Անուշիկն ուր է։ Գնաց վերև։ Տրամադրություն չունի աղջիկդ։ Մի հատ հետը խոսի, հա, ինձ թվում է ինքը փոշմանելա։ Նախ դու ինձ մի ասա, ես ինչ անեմ։ Երկրորդն էլ, եթե իմ աղջիկը որոշել է ամուսնանալ, ուրեմն հաստատ կամուսնանա։
Ես թույլ չեմ տա, որ իմ աղջիկը իր խոսքից հետ կանգնի։ Բալես այդքան շատ մի մտածեի։ Հարսանիքդ կարվի ամենաբարձր մակարդակով։ Պապ, կներես, բայց… Աժան, հիմա ոչ մի բան մի ասա։ Հեսա պեսան կգա, կնստենք, կմտածենք, կքննարկենք։ Ինչ որ դուրդ չգա կփոխես։ Ուղղակի… Չես պատկերացնում, թե ես ինչ երջանիկ եմ, որ ամուսնանում ես։ Ես աշխարհի ամենաերջանիկ հայրն եմ։ Պապ, ես Դավիթին չեմ սիրում։ Այդ արդեն կարևոր չի։ Մի քանի օրից դու հաստատ կամուսնանաս։ Իսկ հիմա գնա քեզ կարգի բեր։ Հեսա փեսացուտ գայսա։ Կորյուն ես իս լավ չեմ զգում, գնում եմ պարկ եմ։ Լավ էլի պապա, խնդրեցի չէ, ես կարևոր օրով կողքս եղի։ Հա, բավոն, շատ կարևոր օր։ Պապ, կլինի վաղը հանդիպենք, ես էլ ինձ լավ չեմ զգում։ Ես անուշավաններով ձենձենի եք տվել։ Ուրեմն այդ խեղճ տղեն այդքան ճանապարհը գա ասնի ստեղ ու պարզվի անիմաստ։ Խեղճ տղեն, թե խեղճ տղերքը։ Ինչ ավելենը չի գալու։ Նորից բороться։ Ինչ կապ ունի Վիլենը Մանուկի հետ։ Վայ, ես քո ցավը տանեմ։ Անուշիկ ջան, ինչ որ Մանուկը քեզ պատմել է, ճիշտ է կարող է շատ զարմանալի է, բայց իրականություն է։ Այն դեբիլ Սակոյի գրած SMS-ները, այն ստոր Դավիթի ընկերուին։ Ես ինքս եմ պարզել։ Էդիտա, կարիք չկա, Մանուկին օտնկայս դիմավորել, ինքը չի նեղվի։ Ես ինքս լավ չեմ զգում, բարձրանամ պարկեմ։ Ոչ, ես ասացի ես կարևոր պահին բոլորը կողքից պետք է լինեք։ Լավ, ինչպես արդեն ասել է, իմ աղջիկը խոստացել է, որ պետք է ամուսնանա։ Ինքը իր խոսքի տերը կլինի։ Նես որ կարելի է արդեն նախապատրաստվել հարսանիքին։ Իսկ չես ուզում ծնողների հետ սկզբից ծանոթանաս, հետո նոր հարսանիքի մասին խոսես։ Ուզում եմ, ու անպայման կծանոթանամ, բայց դա իմ որոշման վրա չի ազդի։ Այն հալածանքներին, որ Մանուկն է դիմացել Անուշիկիս համար, դա ինձ բավական է։ Բայց մի պայման կա։ Այդ աղադը կերար խեղճ երեխեքի հոգիներ էլի։ Պապա, քանի որ Անուշիկը իմ միակ աղջիկն է ու քո միակ թոռը, նա ամուսնանալուց հետո էլ պետք է ապրի այս տանը։ Ինչի՞ չէ որ։ Մի րոպե, այսինքն ես այստեղ պետք է ապրեմ։ Այդ ես, լոգիկաց սկսում արդեն նորմալ աշխատել, զգացում է, որ իմ փեսան ես։ Տնփեսան, կորյուն, տնփեսան։ Այո, Տնփեսան, տնփեսան։
Manuk, Ինչ է։ ապաս ինչ ես անում։ Բայց ես ինչ արես։ Manuk, ծափոքրություն։ Սիլվա, Manuk, այդ տղա վերտաս տղամարդ է։ Ես տեղակ չեմ։ Ես ինչ եմ արել։ Դժվար մի փորձություն, ստիպված ամուսնություն, իսկ մրցանակն է ասաման հարստություն, բոյով դավադրություն և կարճ ուրախություն, նրանց միջև բարի անմեղ երջանկություն, դե բարի գալուս, ուրախ ապրուս, որտեղի չկա փախուս, ով կամ ինչ է սա, մեր հետ ասա, ով է սա,